Տպագրությունից 4 տարի անց Ադամ Գրանտի մտածել կրկին չիմացածը գիտակցելու ուժը գիրքը համաշխարհային շուկայում շարունակում է մնալ փաստավավերագրական եւ մոտիվացիոն գրականության առաջատարներից մեկը եւ Զանգակ հրատարակչությունը New York Times-ի հայտնի հեղինակի գիրքը ներկայացնում է հայալեզու լսարանին։ Հոգեբան, գրող, բանախոս, Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնես դպրոցի առաջատար պրոֆեսոր Ադամ Գրանտն արձանագրում է, որ այսօրվա հարաբփոխ աշխարհում ճանաչողական հմտությունների զուգահեռ չափազանց կարևոր է նաև մարդու մտածողության ճկունությունը, իրողություններն ու համոզմունքները վերանայելու եւ վերստին սովորելու ունակությունը։ Ելնելով իրողությունից, որ մարդու մտածողությունն ամենադժվարն է փոխվում, Գրանտն ընթերցողներին ուղղորդում է վերանայել ընդունված տեսակետները, մտածել գիտականորեն եւ կոտրել կարծրատիպերը։ Հենց Ադամ Գրանտն է ասում, վերադառնալ եւ կրկին մտածել չի նշանակում ամեն անգամ փոխել միտքը, նշանակում է ամեն անգամ նորից վերադառնալ, մտածել, մտորել եւ տեսնել արդյոք այդ պահին մենք նույն համոզմունքներին ենք մնում։ Գուցե ինչ-որ բան փոխվել է, գուցե մենք ենք փոխվել, իրավիճակն է փոխվել, իսկ գուցե եւ այսինքն այնպիսի գաղափարներ են, որոնք շարունակում են կարևոր մնալ եւ արդիական լինել մեզ համար։ Ադամ Գրանտն իր պատումը ներկայացնում է շատ գրավիչ ու պարզ կերպով, առատորեն օգտագործելով տարբեր ոլորտներից օրինակներ եւ հիանալի ընտրված նկարազարդումներ ու գրաֆիկա, որոնք հեշտացնում են ընթերցանությունը։ Գրանտը վերաիմաստավորումը համարում է հմտությունների լուրջ համակարգ եւ կոչ է անում մարտահրավեր նետել կարծրացած մտածողությանը, խրախուսել նաեւ մյուսներին վերանայել իրենց հաստատված տեսակետներն ու նորովի մտածել։ Գիրքը հագեցած է փաստական տվյալներով ու խոսուն օրինակներով, որ երբեմն քարացած գաղափարները կարող են անգամ մարդկանց կյանք արժենալ։ Ներկայացնելու համար իր հիմնական գաղափարը շատ հետաքրքիր է եւ շատ ցայտուն կերպով պատկերում է այն իրադրությունը, երբ մարդիկ բառացիորեն զրկվում են իրենց կյանքից, չեն կարողանում ողջ դուրս գալ շատ ծանր իրավիճակից, որովհետև հետևում էին այն ցուցումներին, որոնք նրանց տրվել էին ժամանակին, տարիներ շարունակ մեխանիկորեն կրկնել էին եւ հիշել էին, ոչ թե իսկ նրանցից շատ քչերը կարողանում են հենց այդ պահին վերանայել իրադրությունը եւ փրկվել։ Գրանտը վերստին փաստում է, մեզանից շատերը նախընտրում են կայացած համոզմունքների հարմարավետությունը, մինչդեռ պետք չէ շտապել, դադար տուր եւ կրկին մտածիր։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։